Շնորհավորում եմ մեզ բոլորիս պարոն Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետությունը ստանձնելու առիթով եւ այս ավագ շաբաթ օրը պատշաճ էր, որ մենք զբաղվեինք ավելի հոգևոր խորհրդածություններով, բայց օրենքի պահանջը այն է, որ հատուկ օրեր հետո պետք է կատարվեն այս բոլոր ձևակերպությունները եւ այս պատճառով այսօր այստեղ ենք շնորհավորելու մեր կողմից մեզ բոլորիս եւ նաեւ Գյումրու քաղաքապետին այս ծանր պաշտոնը առավել եւս այս ծանր վիճակում ստանձնելու կապակցությամբ Եթե անկեղծ լինեի, առավել անկեղծ լինեի, շնորհավորելու բան չկա։ Այո։ Քաղաքապետին։ Ոչ թե մեզ։ Մեր վրայից, շատերիս վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին եւ կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ շարունակել մեր կյանքը, բայց այն լուծը որ պարոն Ղուկասյանը ինքը բազմիցս կրկնում է, այն լուծը, որ ինքը քաշելու է, շատ ծանր է եւ պարտավորեցնող։ Հիմա որոշ բաներ պիտի ասեմ, որովհետեւ լրագրողները, որ կանգնած են, պիտի հետո հարցախեղտ անեն, որովհետեւ հարցախեղտ չանեն, հիմա ասեմ։ Ես 20 տարի է, որ չեմ մասնակցել երթմնակալության արարողության։ Ինչու եմ այսօր մասնակցում։ Այս հարցը պետք է հնչի։ Ուղիղ 20 տարի է, վերջին անգամ մասնակցել եմ 2005 թվականին։ Մյուս երթմնակալության արարողություններին չեմ մասնակցել։ Չեմ մասնակցել շատ հասկանալի պատճառներով այն ժամանակվա եւ նաեւ հետագայում իմ մոտեցումների, որոնք ես քաղաքապետարանի առջև դրել եմ եւ քաղաքապետարանի այն ժամանակվա իշխանությունները իմ մոտեցումները հարգել են։ Այս անգամ ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերել։ Ինչու, որովհետև այս պայմաններում հայրենիքի այս վիճակում գտնվելու եւ մեր քաղաքի առավել եւս հայրենական այս պայմաններում գտնվելու վիճակում բարոյական չեմ համարել թե մի առաջնորդի կողմից որևիցե պայման առաջ քաշելը։ Եվ երբ ինձ եղել է հրավեր պարոն նորընտիր քաղաքապետի կողմից ներկա լինելու երթմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել եւ ասել եմ կգամ։ Որովհետեւ ինչպես ասացի, այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չի։ Թե ով է ավելի կարևոր այս քաղաքում այդ հարցը քննարկելու ժամանակը չի։ Բոլորս յուրաքանչյուրս առանձին վերցրած կարևոր ենք։ Շիրակի թեմի առաջնորդը կարևոր է իր տեղում, քաղաքապետը կարևոր է իր տեղում, մյուս բոլորը կարևոր եք ձեր տեղերում։ Եվ այդ հարցերը քննարկելու ոչ ժամանակն է, ոչ անհրաժեշտությունը կա։ Եվ մենք կարծում եմ, որ պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել, միշտ դինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա։ Եվ եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մեր ներկայությունը այստեղ անհրաժեշտ է, մենք այստեղ ենք։ Թեև այսօրվա օրը, ավագ շաբաթվա այսօրվա օրը մեծ հնարավորություն ընձեռում էր բացակայելու։ Կարող էինք պատճառաբանել, որ գիտեք, ավագ շաբաթ է, սուկ է, Քրիստոս մեր Տերը դեռ հարություն չի արել, դեռ գերեզմանում է, այնպես որ կարող ենք չմասնակցել որևիցե մի հրաբարակային միջոցառման։ Բայց դարձյալ վերադառնալով իմ ասածին, որովհետև այն փափուկ իրավիճակում, որ գտնվում ենք, երբ որ մեր բացակայությունը եւ ինչպես նաեւ մեր ներկայությունը զանազան ասեկոսեների առիթ են տալու, ավելի լավ է ներկայության մասին խոսեն եւ քննեն, քան թե բացակայության։